Դուք ասում եք Լևոն Վարսելյանը, Ով Լևոն Վարսելյանը, LGTB-ի Բա ինքը չէր ասում, Հա, ուշ բան, բայց Գյումրիում ահագին տենց ավելի վատ չէր։ Ես ասեմ, որ Երևանի վրա դա սրբություն է։ Հիմա որ այդպիսի մեկը տնի LGTB-ի հետ կապված, հավանական է Երևանում խայդարակ կլինենք։ Լավ որ 2000-3000 հոգի ինչքան է տարել, 2-3000։ Հավանական է 2-3000-ից էլ ոչ թե այդքան է LGTB-ի բաներ են, հասկացա։ Ես գիտեմ, որ այնտեղ էլ որոշակի մարդիկ կան, որ եվրոպական այդ բաները սիրում են, եվրոպական օրենքը կյանքը կան, բայց իհարկե այնտեղ կան եւ բողոքականներ եւ LGTB-ի ներկայացուցիչներ, ես գիտեմ, որ Գյումրիում շատ քիչ է։ Դրա համար մենք ուրախ ենք ու պարզենում ենք դրանից, որ այստեղ շատ քիչ է նմանատիպ մարդիկ։ Տեսեք, դուք ասում եք, որ մենք սխալ ենք արել, չեմ վիճարկում այդ հետո առանձին կխոսենք, դա չդառնա տեսանյութի մաս, բայց նրանք իրենց չափից ավել ազատ եւ ինքնավստահ էին զգում փողոցներում եւ մի տեսակ դոմինանտություն էին փորձում դրսեւորել եւ դրանով ինչ որ մեսիջներ ան։ Դա ինչ որ մի ժամը միջև դրանից հետո այդ բոլորը միանգամից հարբեցին, իրենց կորցրին, տրամադրություններն ընկավ։ Հիմա իմ գործընկերոջ հարցը հենց դա էր, այսինքն նրանք կշարունակեն ապագայում այդպես ազատորեն, հոգեբանորեն։ Հանգիստերի չեն կարող։ Այդպիսի բաներ քաղաքը, սա հայրաքաղաքն է։ Այստեղ ոչ ոք իրեն այդպես արդոնյան, ուրեմն մեր թվարկությունից առաջ եւ մեր թվարկությունից հետո ոչ ոք իրան այդպես չի կարող ֆայ, սա Գյումրին է, դուք լավ չգիտեք գյումրեցիներին։ Այստեղ մեկն էլ չկա, որ գիտես ասել են, ես սամի։ Կարող է հասարակ տղաերն ինձ բանանի, որ զարմանան ասեն, ես ինչ արեց այս տղան։ Գյումրեցիները այդպես են, տեսեք բանակում, այն աշխուժ տեղերը, բոլոր տեղերը լեննականցիներին բան են ասում, ուրիշ ձև են ասում, իրանք միշտ ուրիշ ձև են իրանց ֆայել։ Միակ Աուսարսափը Գյումրիի դուք պետք է ելնեք։ Աուսարսափ չէ, ես Գյումրիի եղբայրն եմ։ Հիմա որ ԼԳԲՏ-ն շքերթ ուզենա անի, անձնավորություններից մեկն է։ որ ԼԳԲՏ-ն ուզենա շքերթ անի, որտեղ փորձ արվեց Երևանում անել։ Չի կարանի հանգիստ տեղի։ Այդտեղ ես պատասխան կտամ անձամբ։ Դուք էլ եթե սիրում եք, որ դուք էլ եթե զզվում եք LGTB-ից, եկեք կողքս կանգնեք, դուք տեսեք ես ինչ կանեմ LGTB-ի գլխին։ Ու մի բան էլ եմ ասում։ Եթե հայոց եկեղեցին հանկարծ Եվրոպայի պես միասեռականներին ամուսնություն ունի, ես բարձրաձայն ասում եմ, ուրեմն եկեղեցու մեջ կգնդակահարեմ այդ քահանային։ Բարձրաձայն ասում եմ, եթե հանկարծ այդպեսի բան անի, ու այսպես էլ կհանձնվենք, դե տարեք ինձ տադեք։